Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 6-ն է և փորձենք հասկանալ ինչ է կատարվում մեր երկրում և տարածաշրջանում։ Սկսելուց առաջ ուղղակի ուզում հիշեցնել, որ դուք կարող եք հետևել մեզ Patreon-ում և կարող եք ձեր օժանդակությունը բերել Ալեքի աշխատանքին ձեր նվիրատվություններով։ Բոլոր հնարավոր տարբերակները փոխանցումների համար կան ներքևում։ Իսկ հիմա անցնենք օրվա կարևոր նորություններին։ Եվ այսպես ռուսական սանկցիաները շարունակվում են Հայաստանի նկատմամբ և դատակ են հայտնվել հայկական ըմպելիքների հերթական խմբականակը։ Դիտենք։ Ռուսական սանկցիաների տակ է հայտնվել հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակը։ Ռուսաստանի պաշտոնական «Չեսնի զնակ» մակնշման համակարգը, որ վերահսկում է ապրանքների շրջանառությունը, արգելափակել է բջջի հանքային ջրի, պրոստը ազբուկը բնական խմելու ջրի, այդ թվում մանկական և դարբաս ապրանքանիշի մոխիտո ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակների վաճառքն իր երկրում։ Ըստ ռուսական կողմի խոսքը շուրջ 70,000 շշի մասին է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ դրանք կարող են վնասել ռուսաստանցի սպառողներին և որ հայ արտադրողները խախտել են այդ արտադրանքը Ռուսաստան ներմուծելու պարտադիր պահանջները։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից ազատությանն ասացին՝ Ռոսսելխոզնադզորից պետք է պաշտոնական հիմնավորում ստանան, դեռ չկա։ ՍԱԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է՝ ռուսական կողմը հայտարարել է խախտումների մասին, բայց չի հստակեցրել կոնկրետ ինչ բնույթի։ Ռուսաստանի Դաշնության որևէ իրավասու մարմնից սննդամթերքի տեսչական մարմինը որևէ ծանուցում տվյալ խնդրի վերաբերյալ դեռևս չի ստացել։ Քիչ-քիչ բոլոր ապրանքները լինելու են սանկցիաների տակ և Հայաստանը, եթե ասենք ուներ հնարավորություն տարեկան մոտավորապես 12.5 միլիարդ արտահանել Ռուսաստան, հիմա այդ հնարավորությունը այլևս չունի։ Բայց որ նայում եմ կառավարության վարքագիծը, թեման ինչից են խոսում, ինչով են մտահոգված, սա իրենց օրակարգի մեջ բացարձակապես չի մտնում։ Հետաքրքիր է ինչու։ Ինչու իրենց հետաքրքիր չի բյուջեի մուտքերը, թոշակներ չեն տալու, թե այս հարցը ոնց պետք է լուծվի, որովհետև անվերջ պարտք վերցնել, ընդհանրում 350 միլիոնի դուրս պարտք են վերցնելու, բայց անվերջ պարտք վերցնել հնարավոր չի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին ընտրածները սա համար պատասխան տալու են։ Իրենք գոնե տեղյակ են, որ արդեն ամեն մի երեխայի վրա 5000 եվրոից ավել պարտք կա։ Պարտքը նստած Հայաստանում 5000 եվրոից ավել։ Նույնիսկ եթե հաշվենք մենք 3 միլիոն ենք Հայաստանում, չնայած այդքան չքանք, երեխան ծնվում է արդեն պարտքը վրա։ Այդ պարտքերը գիտեք ովքեր են։ Ծնված երեխան նվիրատվություն է անում Փաշինյան Նիկոլին եւ իր թիմին։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ ընտրած որակի համար այս թվերը չափազանցություն են եւ իրենց սա ոչ մի բան չի անում, դե այտենց բաների մասին էլ խոսացողներ Չալու նախանձը կամ ասենք չգիտեմ Ռուսիա agent եւ այլն, մենք դրա մասին բոլորս գիտենք, էլի, բայց սա անվիճելի փաստ է։ Հայաստանի արտաքին պարտքը անցել է 15 միլիարդը, սա էլ գալիս է լրացնելու, գուցե մենք արդեն 16 միլիարդ ունենք մոտենում։ Ընդ որում Հայաստանի պարտքի տոկոսադրույքը, այն գումարը տոկոսը, որ տալիս են Հայաստանի պարտքով, 7.5% է։ 7.5% դա նշանակում է Հայաստանը դիտարկվում է failed տնտեսություն ունեցող երկիր, այսինքն երկիր, որտեղ տնտեսություն չկա, այսինքն որ երկիր, որին պարտք տալը ոչ թե ռիսկային է, չափազանց ռիսկային գոտում է։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե մարդը գնա տուն առնելու, իր տան համար վերցրած վարկը շատ ավելի էժան է լինելու, քան միջազգային բանկերի կողմից Հայաստանին տրված բանկը, որը նշանակում է, որ իրանք դրսից տեսնում են ինչ վիճակում է Հայաստանը եւ ինչքան է ինքը վճարունակ։ Էլի ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողներին սա շատ բան չի ասում, բայց ինձ թվում է բաներ կա, որ պետք է ամեն դեպքում իրանց ինչ-որ մի բան ասի, էլի, հարցեր կա, հա։ Օրինակ, Հայաստանում դեռ շարունակում են քննարկել թրիփը այս կոնտանտ Սակալովի հետ, որը համատեղության կարգով ամեն ինչին տիրապետում է արդեն ինքը, ամեն ինչը, կապը, ենթակառուցվածքները, հա, թրիփը, բանա, թեղուտի վրա է աչքը դրել, մի հրաշք անձնավորություն, որ չգիտես որտեղից է հայտնվել, ոնց է հայտնվել, հա, այս ռուս ռեա օլիգարխը, որ միևնույն ժամանակ կարողանում է
Թրամփին նվիրատություններ կատարել ու ամեն ինչ Հայաստանում իրան ընդ որում ոչ այսօրվանից, վաղուց, ով է այս պերսոնաժը, ով է իր հետևում կանգնած, ում է վաճառվում մեր երկիրը եւ ով է որոշել, որ Թրիփը իմիջիայլոց կլինի աշխարհում միակ ճանապարհը, որը կկոչվի մանկապերծի անունով։ Մենք այդ խարանը հավերժ ունենալու ենք մեր երկրի վրա։ Սա կատակ բան չի։ Ճիշտ է, թուրքերը սան ասում են Զանգեզուրի միջանց, բայց բոլոր պայմանագրերում սա գրվելու է Թրիփ, Թրամփի անվան ուղի։ Թրամփը մեղադրվում է մանկապերծության մեջ։ Միակ հանգամանքը, որ ինքը դեռ դատարանում չի եւ դա բանտարկված չի, նա դրանից է, որ ինքը դեռ նախագահ է։ Ասենք ոչ թե փաստերը ապացուցված չեն։ Ոչ մեկ չի կարող ասել, որ այս փաստերը ապացուցված չեն։ Ու Հայաստանը հավակնում է դառնա աշխարհում միակ երկիրը, որը իմանալով է ամեն ինչը, իր միջանցքը, իր ճանապարհը կոչելու է մանկապերծի անունով։ Մարդ, որ վերեն 30 քանի հոդված ունի, մարդ, որ իր ամբողջ կյանքում մանկապերծությունից բացի հայտնի է իր սուտ խոսելով, թալանելով, խաբելով, մի խոսքով քայլող կրիմինալ է։ Բայց Հայաստանի այսօրվա իշխանություններին սա չի հետաքրքրում, որովհետև իդեմս Թրամփի իրանք տեսնում են իրենց իշխանության համար հարմար հենարան, որը միևնույն ժամանակ թույլատրված է եւ թույլատրված, ասենք, Մոսկվայի կողմից, որովհետև նույն Սակալովը ներկայացնում է եւ Պուտինի եւ Թրամփի։ Շատ հարմար տեխնացու է Թրամփը Փաշինյան Նիկոլի իշխանության համար։ Բայց այստեղ մեծ բաց կա։ Մենք չենք հարցրել եւ ոնց որ մոռանում ենք ամենակարևոր դերակատարի մասին է տարածքում այս հարցում։ Իրանը մի քանի անգամ ամենակոշտ ձևով հայտարարել է, որ սա չի լինելու։ Իրանը պատրաստում է այս ամեն ինչին զուգահեռ մի մեծ համաձայնագիր տնտեսական ռազմական, որի ստորագրմանը Փաշինյան Նիկոլին հրավիրելու է Թեհրան, որ ստորագրի։ Բայց դատելով Փաշինյան Նիկոլի քայլերից կարելի է մտածել հետևյալը, որ իրան ասել են ով է այդ Իրանը ոստեղ հասնուցի, ստեղ հարցը լուծողը մենք ենք։ Դե Իսրայելները դտես մտածում, Թրամփները դտես մտածում, կապրենք, կտեսնենք։ Ու դեպքերը շատ են արագանում այն առումով նաև մենք իհարկե ընթացքում կխոսենք, որովհետև Չինաստանի, Ռուսաստանի դերն է տարածաշրջանում կտրուկ նորից փոխվում։ Բայց սկսենք Երևանից։ Այսօր տեղի ունեցավ ընդդիմության հերթական ձեռքբերումը, խորհրդարանական ընդդիմության ճակերտավոր։ Իրանք կարողացան Վահագն Ալեքսանյանին նշանակել փոխնախագահ ԱԺ-ի, տեսեք նույնիսկ ինքն է զարմացած։ Ինքը երբեք այս նախկին բահակականներ, հանրապետականներ, էական չի ցանկում, բոլորը նույնն են։ Այս չգիտեմ նույնիսկ ոնց ասեմ, մարդ չի պատտվում բերանս, ասեմ, հայոյել էլ չեմ ուզում։ Մի խոսքով, սա իջնել է զարմացել իր բախտի վրա։ Ու ոնց եմ ասում, սա մեծ ձեռքբերում է, արդեն երրորդը ընդամենը մեկ շաբաթվա մեջ խորհրդարանական ընդդիմության համար։ Չգիտես ինչին Արեգ Կարապետյանը խառնել էր, չգիտեմ, հորթի հետ չխանձած խոզին։ Ես տենց էլ չհասկացա ինչ կապ ունի հորթը չխանձած խոզի հետ, բայց լսենք էլի։ Ձեզ եմ դիմում, ուշադիր եղեք, դուք ստեղ չէիք, չգիտեմ, պլանավորած թե չէ, մի հատ մենք ստեղ հորթ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրար թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի։ Թող հորթը իրան հորթի պես չպայի։ Խնդիրն է, որ երևի Նարեկ Կարապետյանը չի հասկացել, որ հորթը չի կարող իրան հորթի պես չպահի։ Ինչպես խոզը չի կարող չխրխռալ։ Եթե դու չէիր ուզում լսեիր հորթի ձայնը, թե ինչպես են հորթերը իրենց պահում, դու ընդամենը պիտի չմտնեիր ազգային ժողով։ Ընդ որում ասեմ, այնտեղ կան ոչ թե միայն հորթեր, այլ կան նաև այն կատաղած կենդանիներին, գիտեք, ասում ամենակատաղած կենդանիները որոնք են։ Ոչխարը նա կծոտում է բոլորին։ Այնպես որ դուք դեռ ինչեր պետքա տեսնեք
այդ խորհրդարանը ոչ միայն հորթեր, որ են կասեն կգնան, ոչ միայն խոզեր, այլ նաև կատաղած ոչխարներ, որ մի պահ սկսել են ձեզ կծոտել, բառացի։ Ուղղակի այդ հորթ բառի հետ ես այսքան համաձայն չեմ, Ալեք Արապետյան։ Գիտեք, բայց մեծ հարց է ով է այս պարագայում հորթը։ Մեկը, որ հորթը իրան պետք է հորթի նման պահի, թե այն մեկը, որ գիտի, որ դրանք հորթ են, բայց գնում այդ հորթերին բերում իշխանության, հասկանալով հանդերձ, որ ինքը քվեարկի դեմ կամ կողմ մեկ այդ հորթերը զավթելու են իշխանությունը, մենակ մի պարագայում, մենակ մի հանգամանքի բերումով, որ իրենք նստած են խորհրդարանում։ Ես չեմ կարողանում այս լոգիկան հասկանալ, թե ինչից է դժգոհ Նարեկ Կարապետյանը։ Այնպես որ Վագն Ալեքսանյանը կարող է նայեր դահլիճին եւ ասեր. Նարեկ, մեծ հարց է։ Դուք եք հորդ, որ նստած եք, որ մենք ինչ ուզում ենք անենք, թե մենք ենք այստեղ հորթերը։ Ոչ մեկ երևի չէր կասկածում, որ հենց այսպես էլ շարժվելու են զարգանալու են դեպքերը խորհրդարանում, հա։ Տեսեք, ոչ մի բան էլ չեմ ստանի։ Ոչ հայոյանք, ոչ իրար։ Դա բացարձակապես էական չի։ Կարծում եմ ոչ ոք չէր կարող կասկածել, որ հենց այսպես էլ պետք է զարգանային իրադարձությունները։ Ինձ մեկ բան է հետաքրքրում։ Քանի որ ամեն դեպքում մենք Հայաստանում ունենք պլյուս մինուս 1.5 միլիոն ընտրող մասնակից, 1.5 ակտիվ մասնակցության պարագայում, չնայած ընտրողները շատ են թիվը։ Ամեն դեպքում այդ 1.5 միլիոն մոտավորապես մարդիկ, որոնք մասնակցել են եւ 5 միլիոնը ձայնատվել այս ուժեղ տարիքին, ինձ հետաքրքրում է իրենց կարծիքի հիմա անկեղծ։ Չեք փոշմանել ձեր արարածյաններ։ Ես չեմ դատապարտում ձեզ, սա չարախնդություն չի, ուղղակի ուզում հասկանամ։ Կանեիք արդյոք դուք նույն բանը, եթե իմանայիք, որ ձեր քվեարկությունից հետո, ձեզ իրենց վստահությունը տալուց հետո, ընդ որում ես գիտեմ, որ դուք քվեն տվել եք իրենց, որ իրենք հեռացնեն Փաշինյան Նիկոլին, ոչ թե նստեն այնտեղ ու ասեն հորթը իրեն հորթի նմանապահում։ Բա ինչ պիտի աներ։ Բա ինչ պետք է աներ, Ռահեկան։ Ու սա սկիզբն է։ Հեսա կատաղած ոչխարներն են գալու ու շատ շուտով։ Հա, որովհետև ախորժակը ուտելուց է բացվում։ Ու հետաքրքիրն է, որ բոլոր քվեարկությունները, 3 առաջի քվեարկություններն էլ անցան նույն ձայնային հարաբերակցությամբ։ Նույն Ռոբերտ Քոչարյանի կազմը չի մասնակցում, Նարեկ Կարապետյանը նույն ձայների հարաբերակցությունը, ասեմ 63-28 թվերը։ Եվ այսպես մենք տեսնելու ենք բոլոր որոշումները նույն ձև իրականացվելու են, բայց հնչելու են բողոքի ձայներ։ Գրողին իրանք, ուղղակի անկեղծ որպես հայ, առանց դատապարտելու, առանց թշնամանալու, դուք կանեիք արդյոք նույն բանը։ Դուք արդյոք ձեր ձայնը նորից կտայիք Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին, եթե հիմա ընտրեիք։ Չէ՞ որ մենք բոլորս վստահ ենք, որ հենց այսպես է լինելու։ Որովհետև սա ինձ կախված օրինակ իմաստ ունի այլևս այս հաղորդումներն անելը։ Հա, որովհետև եթե 1.5 միլիոն մարդ գնում քննարկում է, սխալ, այն փոքրը 200-300 հազարը, որ ոչ մի կերպով սա չի ընդունում, ինքը բան չի կարողանալու փոխել ընտրություններով, հա, իրան մնում է հուսահատ ապստամբության գնա ինքը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ցանկացած ապստամբություն երկիրը բերում է շպրտում է մի քանի տարի հետ։ Երբեմն դա չի հաջողվում, երբեմն դա ավարտվում է տրագեդիաներով։ Դուք զրկում եք մարդկանց առանց զոհերի առանց տրագեդիաների երկիրը փրկելու հնարավորությունից։ Այս հաշվարկը ինչ ենք անում, ինչի համար ենք անում, որքան է մեր ռեսուրսները, որքան են հնարավորությունները, շատ կարևոր է ինձ համար գոնե։ Որովհետև եթե 500,000-ը նույն ձևի ընտրողը ոնց որ 3-400 հազարը, որ Նիկոլ Փաշինյանին ձայն ա տվել, նշանակում է տղաներ, իմ եւ ցանկացած ռոմանտիկ չհանձնվողի գործունեությունը անիմաստ է, ուղղակի ժամավաճառություն է, որովհետև մենք ընտրություններով չենք կարողանալ։ Հիմա երևի կհարցնեն, իսկ ընտրություններով հնարավոր է փոխել։ Այո։ Իսկ եթե չէ, առաջարկեք տարբերակ, բայց ում ասում եմ առաջարկեք տարբերակ, առայսօր բացի ասելուց ուղղակի, որ մեկ ընտրություններով բան չի փոխվում, ոչ հիմա չի առաջարկում։
ինչ որ գնում առաջ։ Դա ավելի խայտարակ բան կա։ Երևի հիշում եք, որ երեք ցույց տվեցինք հետքի լրագրողների հայտնաբերած այն խայտարակությունը, որը դիտում էր մեր սահմաններին եւ այսպես։ Ուրեմն փաստորեն փոխանակ խնդրին ընթացք տալու Արմենին կանչում են փոխանակ ընթացք տալու արձանագրված խնդիրներին սպառնում են, որ էլի sense մի բան գրի ռազմական գաղտնիք է կդատեն իրանք միջոցներ ձեռք կառնել։ Այսինքն մարդը գնացել է բացահայտել է պետական հանցագործությունը, սա պետական մասշտաբի հանցագործություն է, որը ունի կոնկրետ պատասխանատուներ։ Ասում է, եթե sense մի բան է դու արեցիր, դու խնդիրներ ունես։ Այսինքն մի բացահայտեք պետական մասշտաբի հանցագործությունները։ Բայց մենք մոռանում ենք, որ հետքի եւ ցանկացած լրագրողի եւ ցանկացած մարդու պարտականությունն է հանցագործությունները բացահայտել եւ առավել եւս երբ որ նրանք պետական մասշտաբի հանցագործություններ են։ Եվ ինչ է լինում արդյունքում լինում է այն, որ իբր մի անգամից արձագանքում է այս խայտարակությանը գլխավոր շտաբի պետը եւ գնում է դիրքեր, որ ապացուցի դեռ ամեն ինչ կան, հետաքրքիր է գիտեք որ նա ցույց են տալիս փամփուշտների ածխերը լրիվ բնատնայք ով բանակում երբևէ ծառայել է միանգամից կասի, ով պատերազմում երբևէ եղել է խրամատում դիրքերում միանգամից կասի, որ եթե այս ածխերը դրած լինեին ասեք մի քանի օր, sense մաքուր, սպիտակ, թուղթ, բան չէ կարող է։ Եվ ընդհանրապես ձայնագրությունների նայում եք ոնց կարող եք իմանալ դա fake է թե չէ, պատերազմից է թե ընդամենը մի ծառի տակ են նկարել։ Ընդամենը համազգեստի կեղտից էլ ձեռքերի կեղտից, դեմքի կեղտից կարելի հասկանալ հեսա որտեղ է սա հատուկ տարել են բան են արել, էրատոին արել, մի ծառի տակ նկարել են ցույց են տալի, թե սա իրոք մարդու ձեռքերից, հոգնածությունից, համազգեստի, մաշվածություն, ամեն ինչ երևում։ Եվ այսպես, քանի որ իրանք կատարյալ տգետ են եւ իրանց այդ բացարձակապես չհետաքրքրում, տեսանյութ են տարածում, որ ինչ է խոսում, այդ ամեն ինչը սուտ է ու մոռանում են, որ կադրի մեջ կարող է երևալ այսպիսի մաքուր, որը երևում է հենց նոր է տարած, այսինքն տարածված ինֆորմացիան սուտ չէ, գիտեք այդպես։ Որ այդ բանակային դիրքը տեղակայված է Սյունիքի մարզում, տեղում արձանագրված դիտարկումների իսկությունը ստուգելու արկա թերություններին համապատասխան ընթացք տալու նպատակով։ Գնում են։ Ու մի անգամից ներ։ Ես գիտեք ով է։ Սա գլխավոր շտաբի պետն է, եւ որին ասում են ինչու միջև հիմա ջերմուկ ազատագրված չի, ինքը լրագրողին ասում է, իսկ ինչ ես կանգնած, զենքը վերցա գնանք իր հետ ազատագրենք։ Սա գլխավոր շտաբի պետն է։ Որի լեքսիկոնից երևում է, որ ոչ միայն ինքը գլխավոր շտաբի պետ չի կարա լինի, ինքը հասարակ ստատուս չից ոչինչով չի տարբերվում։ Ստատուս չի, առանց դեմքի։ Այն որ ասում են, ինչ ես նստել այդ զենքը վերցա գնաց սալման։ Կամ ինչ ես դու թռած, ձեն տակտերից է գալի։ Մոտավորապես այս որակի մի մարդ ղեկավարում է մեր բանակի գլխավոր շտաբը։ Եվ որոշել է սենց մեր լուրջ դեմքով շարի մարդկանց։ Դեսա ցույց են տալի, որ փայտը կա, այս էլ խրամատն է։ Ցույց են տալի, որ զենք կա, առանց հասկանալու, որ հենց տեղ մատնում են, որ այս ամեն ինչը նոր է բերված։ Ես այս ամեն ինչից բացի, այս մի մասը չէին համապատասխանում իրականությանը, մի մասը չէին համապատասխանում իրականությանը, նշում ենք, որ կան նաև թերություններ։ Բայց այս ամենազիլ, ամենաընտիր մասն են դրում ցույց տան։ Սա պետք է մնա պատմության մեջ լսեք։ Ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Լսեցիք։ Ծառայության պայմաններում լինում է, որ զենքերը չունեն, բայց փամփուշտի պահպանում։
Սովորաբար փամփուշտն է վերջանում, ինչքան ես գիտեմ, զենքը չի կարող վերջանալ, չէ։ Եվ ինքը այս լուրջ դեմքով Նիկոլի բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարում է իր աշխարհի, չէ՞ որ այս պանոսը, այս մտքի արտաթորումը, սա մտքի արտաթորում է, էլի։ Լսում են ոչ միայն Հայաստանում, լսում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ցանկացած տեղ կարող են լսել։ Այս հաղորդումից հետո առավել ևս։ Դուք նայում են բոլոր տեղում։ Հայաստանի գլխավոր շտաբի պետը ասում է. միշտ էլ լինում է տենց։ Զենքը պրծնում է։ Այո, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն։ Հա, ձեր իշխանության պատականում դա լրիվ նորմալ է։ Լրիվ նորմալ է, որովհետև ինքը վաղը գիտեք ինչ է ասելու։ Եթե հիմա հարց տան, որ այս խոսքերի համար քեզ պետքա տրիբունալի տակ ուղարկել, ինքը գիտեք ինչ է ասելու, ինչպես այն ժամանակ ասեց։ Սենց է պետք եղել, սենց եմ ասել։ Հիշում եք, երբ որ ինքը ասեց, ջերմուկում հնարավոր չի երկար մնան, կսովածանան հետ կգնան։ Երբ որ լրագրողը հարցրեց, ինչի չեն գնացել։ Հիմա էս խափում, թե այն ժամանակ ինքն ասեց, այն ժամանակ այտենց էր պետք, այդպես եմ ասել։ Վաղը ես կարծում եմ, եթե Հայաստանում կան իրավաբաններ կամ իրավապաշտպաններ, իրան պետքա դատի տալ ուղակի, դատի էս խոսքերի համար։ Գտնել հոդվածը, գտնել ձևակերպումը, իրան ուղակի դատի տալ։ Ես հիմա կոչ եմ անում, ես բանը ուղարկեմ հենց հիմա մի հատ Հարություն Բաղդասարյանի, վաղուց չեմ ծանրաբեռնել մեր ընկերոջը, հա, հիմա ուղարկեմ, որ հետո չմոռանամ։ Ուղարկեցի, որ հանկարծ նես չունի, որ հետո մոռանամ։ Ես վստահ եմ, որ ես կանչեն դատարան ասեն, դու մի հատ կարող ես ասել, ոնց է լինում, ոնց ասես, որ դա, ով ասես, որ դա նորմալ է, որ ոչ պատերազմական իրավիճակում կարա զենքը վերջանա, առաջնագծում, բայց փամփուշտները մնան, եւ դու դե հանցագործություն են փաստորեն արդարացնես։ Եվ ինքը ամենայն հավանականությամբ կասի, հենց այդպես է պետք եղել, տենց էլ ասել եմ, որովհետեւ ինձ ինչ պետք է լինում, ես տենց էլ ասում եմ։ Բա ես չեմ ասելու, որ ես հատուկ եմ անել, բայց չեմ ասելու, որ իմ մեր համար միևնույնն է, դա զենք կա, թե զենք չկա, փամփուշտ կա, թե փամփուշտ չկա։ Բայց դա չի ասելու, ինքը ասել։ Հենց դες Նիկոլա Վարի։ Ինչպես բոլոր Նիկոլներն են ասում։ Բոլոր Նիկոլները, սա միակը չի։ Սա միակը չի, մենք սա լսենք։ Նշեք գետ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Չկա այդպես բան։ Չկա։ Սրանք պաթոլոգիկ իդիոտներ են, ասենք իրանք ոչ թե մենակ ստախոս են։ Հասկացեք, ինքը երևի հավատում են նույնիսկ իր ասացին։ Սենց բան ասելու համար պետք է նախ առաջնահերթ ոչ միայն ստախոս լինել, այլ սադիկա լինել, էլի որ ասել։ Այսինքն այն կարգի սադիկա լինել, որ լինել падգամավոր ու չիմանալ։ Մենք Հայաստանի տարածքից կորուստներ ունենք, թե չունենք։ Գլխավոր շտաբի պետին հարցերը։ Բայց կարող ասենք ինքն էլ է այտենց ասում։ Այտենց է պետք եղել, այտենց եմ ասել։ Լավ գրողին սրանք ինչ կասեն, բա սրանց ընտրողը։ Բա սրանց ձայն տվողը։ Ես իրանց ոնց ներեմ։ Դուք կարող եք սա պատասխանը տալ։ Քանի դուք սրա պատասխանատվությունը չեք վերցել ձեր վրա, դուք մնում եք այս ամբողջ հանցագործությունների ուղակի մասնակից։ Համակատար։ Իսկ ինչա զիջել գործող իշխանությունը սուվերեն տարածքից, հարցեք ձեր շտաբի հետ։ Լսենք արամաբար։ Դրանում է սպանությունների եւ ինքնասպանությունների ալիքը։ Խոսքը խաղաղ ժամանակների մասին է, կամ ճակերտներում խաղաղ, որովհետեւ ժամանակները երբեք խաղաղ չեն եղել Հայաստանի համար, դարձյալ ցավոք սրտի։ Երբ որ նման ալիքը բարձրանում էր 20 տարի առաջ, ինչ էին ասում գրանտային իրավապաշտպանները։ Նրանք բացատրում էին այդ ալիքը նրանով, որ բանակում տիրում են գողական բարքերը եւ ամենաթողությունը, կամայականությունը։ Բոլոր տեսակի, բոլոր մակարդակի հրամանատարների։ Եվ դա 100% ճշմարտություն էր։ Սակայն, եթե դա ճիշտ էր
20 տարի առաջ, դա ճիշտ է նաև այսօր։ Այսօր նույն պատճառներն են, նույն այդ ալիքի։ Բայց իրապաշտպանները, գրանտային իրապաշտպանները, դրամաշնորհ իրապաշտպանները, քանի որ քնքուշ հարաբերություններ ունեն ներկայիս իշխանության հետ եւ այդ սերը փոխադարձ է, նրանք այդ պատճառները, այսինքն ճշմարտությունը չեն բարձրացնում։ Ճիշտ է, կան իրական իրապաշտպաններ, Ժաննա Ալեքսանյանի կամ Նինա Կարապետյանցի նման, որոնք ոչ մի դրամաշնորհ չեն ստանում եւ ասում են ճշմարտությունը։ Հետևաբար խնդիրը ոչ թե այս մարդկանց մեջ է, այլ գրանտատուների, դրամաշնորհ տվողների, նրանց ուղղորդման։ Ինչու եմ ես կարևոր համարում քաղաքացիական հասարակությունը ընդհանրապես։ Ես կարևորում եմ, որովհետև դրանք այդ հասարակությունը ստեղծում է հորիզոնական կապեր։ Ոչ թե ուղղահայաց իշխանություն քաղաքացիներ, այլ մարդկանց մեջ հորիզոնական կապեր։ Պարզ ասած, որ մենք իրար լսենք, ոչ թե միայն իրար անպատվենք եւ իրար մեղադրենք։ Իշխանությանը պետք է, որ մենք իրար նկատմամբ ունենանք թշնամանք եւ ատելություն։ Եվ իրենց նիկոլական հկայականները նպաստում են նաեւ այդ մթնոլորտին, չնայած հակառակը պետք է լինի։ Բայց մենք պետք է դրան չտրվենք եւ թույլ չտանք, որ մեր մեջ, մեր հասարակության մեջ նոր բաժանարար գծեր առաջանան։ Լավ։ Մենք չենք թույլ տա, բայց մեր բաժանարար գծերն արդեն կան, դրանք բավականին խորն են, որովհետև ես այդ կարմիր գիծը քաշել եմ։ Նիկոլ ընտրած ցանկացած մեկը ցմա հանցագործա ինձ համար եւ համաներման իրավունք չունի։ Ընդ որում ես տեսեք, սա չեմ ասա 21 թվական։ 21 թվականից անցել է 5 տարի։ Ամեն ինչ բացահայտվել է, ամեն ինչ։ Ինքնախոստովան է, որ ինքը դիտակցաբար ասել է։ Ինքնախոստովան է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մենք պիտի չտեսնենք, մեզ չի հասնում, մենք պիտի չիմանանք ովքեր են հանցագործները եւ ինչպես տեսնում եք հանցագործ չկա, որ պատժվել է այս տիեզերական դավաճանությունները, բայց այսքանից հետո գնալ ընտրել դա դավաճանություն է, սա բաժանարար գծեր չի։ Ես նրանք ասեի ֆիլտրացիա։ Ֆիլտրացիա։ Դուք ունեք ջրի ֆիլտր։ Ես ու Երևանում եմ ունեմ այստեղ։ Ես ծորակից կարող եմ ջուր խմել։ Նյու Յորքի ջուրը շատ մաքուր է։ Բայց ես նույնիսկ այդ մաքուր ջուրը մեկ այս ֆիլտրում եմ։ Հա։ Ֆիլտրում եմ, որովհետև ուզում եմ առողջ ջուր խմել, ավելի լավ։ Մարդկանց հետ պետք է ֆիլտրել, որովհետև իրանց ներկայությունից է կախված ձեր միջավայրը ինչքան է առողջ։ Դուք չեք կարող լինել չֆիլտրված միջավայրում ու լինել առողջ, լինել պաշտպանված, լինել գնահատված, լինել անվտանգ։ Չէ, այդ ֆիլտրները պետք են սրանք բաժանարար գծեր չեն։ Եվ այդ ֆիլտրը շատ պարզ է, ինչպես է քո վերաբերմունքը այն ամեն ինչին, ինչ կատարվել է մեր երկրի հետ։ Վերջ, պարզ է։ Եթե դու ունես, ասենց ասեմ, դե այդքան էլ չէ, հա, նշանակում է դու ուղղակի լատենտ Նիկոլ ընտրող ես։ Ասենք այն բանը չխանձած խոզի նման չէ, հա, որ դոշերը ծեծես կամ էս տգետ падգամավորի նման ասես, չկա, Հայաստանի տարածքից ոչ մի բան չենք տվել։ Հա։ Լատենտ, որը ավելի վտանգավոր է, որովհետև առանց այդ լատենտ ընտրողի այն կիսաֆաբրիկատի ոչ ձուկա, ոչ այն միսը, հա, ոչ կինա, ոչ տղամարդ է, ոչ մարդ է, ոչ հայ է, հա։ Սա կարմիր գծեր չի, սա ֆիլտր է, որ պարտադիր է մեր կողմից կիրառել, պարտադիր, սա հասարակության բաժանում չի, սա, չգիտեմ, թայֆայականություն չի, սա ֆիլտր է։ Մենք Կոմիտասը ոնց ֆիլտրեց հայկական երկերը, մենք հայերին պետք է ֆիլտրենք, ասես բաժանենք, տանենք այն կողմ, թողենք մնաց այս տիղմի նման հավաքվի այդ ֆիլտրի վրա։ Մնանք հայերով, որ մենք հասկանանք, կանք այդքան հայ, կանք այդքան քանակությամբ եմ ասում, էլի, որ մենք կարողանանք երկիրը շտկել մեջքը։ Եթե կանք, ուրեմն պարտավոր ենք, եթե չկանք, այսօրվանից մենք իմանանք։ Այնպես որ ես այստեղ այդ փոքրիկ բառը կփոխեի բաժանարար գծերը, կվերածեի
ֆիլտրի։ Մենք լսենք մեր ընկերոջը։ Բացումյանը, ով 44-օրյային դասակի հրամանատար էր, նախորդ տարի մեծ աշխատանք էր կատարել պատերազմի սկզբից մինչև ճեղքումը ջրականի հատվածում մեր ստորաբաժանումների կատարած աշխատանքը արբանյակային լուսանկարների միջոցով ֆիքսելու, հետազոտելու եւ հանրությանը ներկայացնելու համար։ Այս ուղղությամբ մերոնք մեկ շաբաթ պահել են առաջնագիծը։ Չնայած որոշ դիրքերում անձնակազմի 70%-ը զոհվել էր։ Մեր մարտիկներն այդ հատվածում խոցել էին թշնամու 80-ից ավելի մարտական մեքենա, ինչը հաստատված է արբանյակային լուսանկարներով։ Ես նույնիսկ եմ ցույց տալիս, որտեղ ես ցույց եմ տվել 3 շարաճորներ այլ տեսանյութ, որ դուք ճանաչեք մեր տղեկին։ Դուք վեր հիշեք, մենք ինչ ենք ունենք, ինչ ենք ունեցել մենք հիմա էլ ինչ ունենք, սերունդ, հայ առույցներ, որոնք կյանքում շակալ չեն դառնա, հիշեք։ Շակալը ինքը Եթե շակալը ծնվում, առույցը շակալ չի դառնում։ Հա, Նիկոլ աջակցողը, Նիկոլ ընտրողը, Նիկոլ սիրողը, ինքը արդեն ծնվել է արդեն, ինքը չէր կարող այդպես դառնալ, որովհետև չես կարող այս տղուն դավաճանը, այսինքն իմանաս այս տղեկին դավաճանել են, որ իմանաս 3 հոգով 50 տեխնիկա են խփել։ 3 հոգով 50-ից ավել տեխնիկա, 80-ից ավել տեխնիկա։ Մեկ 3 տղա չունեինք այնտեղ։ Դուք պատկերացեք սպանվել է 4000-ից ավել մարդ։ Եթե 4000-ը ամեն մեկ բաժանապատկենք 15-ով, 20-ով, ինչ որ են տղեկներն անում, նշանակում է 4000 սպանվածի դիմաց մենք պետք է ունենայինք, պատկերացնում եք ինչ թիվ։ Ինչ թիվ ջարդված կրակված ոչնչացված տեխնիկայի, որ այդքան արտադրություն չուներ։ Նման քանակությամբ զենք չուներ։ Այդ տղեկին ուղղակի սպանել են, որովհետև դրանցից 3 հոգին կարող էր 50-ից ավել տեխնիկա խփել։ Ինչ կաներ 1000-ը։ 1000-ը կխփեր 15-20000 տեխնիկա։ Չուներ Ադրբեջանը այդքան հնարավորություն։ Չուներ, այդքան տեխնիկա ինքը չուներ։ 15000 ինքը 3-400 տանկ ուներ, մի այդքան էլ զորապատ մեքենաներ։ Մաքսիմում ես այդ օրվա թվերն եմ հիշում։ Թող 500 լինի, թող 600 լինի։ Մեր 1000 տղեն կարող էր 15000 միջին ասված եմ ասում դուրը 15000 տեխնիկա խփել, եթե նրանց թողեին կռվեին, չդավաճանեին, շրջափակման մեջ չգցեին, հրամանատարները չփախնեին ու գային այսօր պաշտպանության բանակում աշխատեին Հայաստանի։ Սա ընդունելը, սա հավանելը, հասկացեք, սա արդեն իցել է շակալի գործը։ Շակալ չեն դառնում, չկա տես բան։ Նույնիսկ ամենաառյուծ տղուն, թող ինքը սովածվի, թող ինքը կարիքի մեջ լինի, ինչ ուզում լինի, արա նա շակալ չի դառնա կյանքում էլի։ Այս տղեկը կան 5000-ին, 4000-ին կարողացան սպանել, բայց մնացածը Հայաստան մնացածը կա, ողջա, եւ ինքը իր հետևություններն ունի։ Դեռ ինչեր ենք տեսնելու, դեռ ինչեր ենք լսելու, որովհետև իրանց ոչ մեկ չի կարող ասել Նիկոլը ինչ կապ ունի, Նիկոլս ինչ աներ։ Այդ սա նախկիններն են։ Իրանք անողներն էլ գիտեն, դեմքով, անազգանով, ով որտեղ ինչ արել։ Ամեն ինչ գրացված է այստեղ։ Հիշողությունների մեջ։ Եվ կարող է արդեն գրքի մեջ է, չեմ անում։ Չգիտեմ, գիտեմ որ հետքը նման բան է ուզում անել, ինքը ռեսուրս չունի, փողայի եւ մարդկային, որ դա կարողանա անի։ Ինքը գիտի որ դա կարևոր է։ Ես դա մասին ֆիլմ եմ նկարել, բայց Արցախի տեղահանման մասին։ Քանի թարմ էր ամեն ինչ, մենք այդ ֆիլմը նկարել ենք, հա։ Ֆիլմը կոչվում է Մենք դեռ վերադառնալու ենք, ովքեր չեն նայել, թող նայեն։ Մենք դեռ վերադառնալու ենք։ Թարմ, քանի այդ ամեն ինչը ես կարողացա ձեր միջոցով գումար հավաքել եւ գնալ նկարել այդ մարդկանց, պատմեին ինչի մեջով են անցել։ Այս տղեկներ են ամեն ինչ հիշում։ Ու այս տղեկը արդեն մոտավորապես 26, 27, 28 տարեկան տղերք են հիմա։ Հաջորդ ընտրությունների ժամանակ կլեն ավելի հասուն։ Ու իրանք են լինելու հաջորդ քաղաքական շերտը։ Նարեկ Կարապետյան, ընդ Ռոբերտ Քոչյան, այս գործնած, այս չկայացած, որ բանա չխանձած խոզը չի հասկանում, չի տարբերում հորթից, իրանք չեն լինելու, որովհետև իրանք այս կյանքի համար չեն։ Իրանք պետք է հասկանան, ասի ինքեր, նույնիսկ եթե դու փողեր ունես, կամ օգնի, կամ գնա քո բիզնեսով զբաղվի, էլի։ Դու չես կարող այս տղեկի ճակատագիրը որոշես, որովհետև դու այս ողնաշարը չունես ուղղակի։ Որովհետև դու այս կամքը չունես, որ ասես, չեմ վերցնում, այլ չեմ վերցնում այդ պատգամը։
այդ բանը մանդատը։ Ես չեմ դառնալու ձեր համար թիրախ։ Ես չեմ նստելու այնտեղ, որ դուք ինչ ուզենաք իմ գլխին անեք։ Հետո էլ բողոքիկ, որ կանոնակարգը խախտել են ու ընտրվել են։ Այս տղեկը գալու են։ Ու վաղը ես հյուր ունեմ այս տղեկից մեկին հրավիրել եմ ու իրենց կլսենք։ Դրանք կար։ Իրանք իրենց մասին դեռ խոսել են տալու։ Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված իրական Հայաստանի հայեցակարգը, բա Հաջիևն է, Բաքուն ամեն ինչն է ողջունում, այսինքն ոչ թե ողջունում է, ինքը ասում է, այստեղ կրկնում են, ինքը ամեն ինչը ողջունում է։ Բա ոնց, Նիկոլ ընտրացնել, սա ձեզ է, դուք ոչ թե Նիկոլ եք ընտրել, դուք ընտրել եք Ալիև, Հաջիև, Էրդողան, դուք իրանց եք ընտրել։ Նույնիսկ հիշեցնեմ ձեզ ներում չկա։ Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված իրական Հայաստանի հայեցակարգը, բա վկայակոչելով Հաջիևի խոսքերը գրում է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը սահմանափակված չէ միայն թղթի վրա արված հայտարարություններով, մենք դրական են գնահատում, եւ արդեն իրանք նախապատրաստում են սահմանադրություն, այդ մասին նաեւ ով ասում, լսեք ով ասում։ Եմ դեպքերից առաջ չենք նել, ժամանակը կգա, լուծումը կգտնենք, բայց այն որ սահմանադրության փոփոխությունը առաջինը հենց մեզ Հայաստանի Հանրապետությանն է պետք։ Դա միանշանակ է։ Հենց մեզ Հայաստանի Հանրապետությունն է պետք։ Լսում եք Նիկոլ ընտրած նախիտ։ Հենց սա ձեզ է պետք։ Նոր սահմանադրությունը որով բանը կսարքեն ձեզ ռեզերվացիայի կենթանիներ։ Հենց ձեզ է պետք։ Հայ մարդուն դա պետք չի։ Հայ մարդը իր երկրի տերն է։ Հայ մարդը իր արժանապատվության տերն է, հայ մարդը հայքի տերն է։ Հայ մարդը իր հիշողությունների պատմության տերն է։ Իսկ սրանք ձեզ համար ռեզերվացիա են պատրաստվում։ Այո, որը ողջունում է Հաջիևը։ Շնորհավորում եմ ձեզ։ Հենց այս դեմքով, այո։ Այո, որտեղ ասում է, բա մեր հոտին հենց սա է պետք։ Ցանկապատած տարածք, դեմը խոտ։ Մեր հոտին հենց սա է պետք։ Մենք էլ այո առաջնային անել ենք, որտեղ դրա համար մենք պարտականություն ունենք, մենք ինչ-որ բաներ ենք ստացել դրա դիմաց։ Էական չի ով ինչքան ու երբ։ Եվ մենք դա ապահովում ենք։ Որովհետև սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։ Այդ որ մատի փաթաթան են սարքի խաղաղության հարատևումը։ Այդ ով տեսնի մոտիկից սրան։ Ախ, ափսոս իմ ալիքը 18 պելուս չի։ Շատ ափսոս որ 18 պելուս չի։ Բայց շա հերու կգնա։ Այս փոքրիկ Լենինը հերու կգնա։ Նիկոլ Փաշինյան, բայց զգացել ես ոնց որ քեզ է կապիրովկա անում։ Գուշերը ինքը իրան շատ դուր ջանթում է։ Քեզ քո խոսքերը, քո ինտոնացիան քեզ է կապիրովկա անում։ Մենք մի հատ ղեկավար ունենք հիմա այդ կա, Լորիս Ճեխնավորյանը։ Ով ընդունում էր աշխատանքի իր մոտ, դա ղեկավար կազմ, սկսում էր մազերը իր նման անել։ Տանում էր աշխատող, սկսում էր մազերը այդպես խուճուճ անել։ Որ գործերը լավ լինի, որ ասենք չգիտեմ, իրան սիրել, դա էլ ասենք մի ձև էր, էլի։ Կծնելու մի ձև էր, էլի։ Փաշինյան Նիկոլ, բայց զգուշ եղի, այս տականքները մենակ քեզ չեն կծնում, սրան շատ վտանգավոր է։ Այսինքն դու գիտես էլի, ես ինչ ասեմ քեզ։ Դու քո կարժեն ինչ չգիտես։ Դու քո կարժեն չգիտես, որ դուք մեկից սրիկա եք ու ամեն ինչի ընդունակ։ Հիմա տես դեմքով են մեկին նայեք, այս դեմքին։ Տեսա՞ք այս դեմքին։ Սա է Արմեն Մամաջանյան, նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդարան, ուրեմն ազգային ժողովը ունի նախագահի տեղակալ, եւ այդ տեղակալը պետք է ունենա խորհրդական, այսինքն սրա խորհրդական, սրա պետք է խորհուրդ տա, այս դեմքով խորհուրդ պետք է տանք։ Դե ինչ, տեսեք իմ կռիվը, ոնց 20 էլի գալիս է գեղագիտական դաշտ, էսթետիկա դաշտ է գալի։ Ես անկեղծ հավատում եմ, այս գլխով, այս դեմքով մարդը չի կարա խորհուրդ տա։ Էն էլ այդ մակարդակի խորհուրդ։ Հասկանալի է, չէ՞, ով է Մամիջանյանը։ Ոչ մեկ ստախոս դիլետանտ, ստախոս երկերասան, ինչի երկերասան, ինչքան հնարավոր է երեսանել։ Ու դա հասկանում եք, որ սա
ասենց ասեմ, Նիկոլ ինչքան ով է, իրանցից ներքև սաղ պետք է իրենց բոլորը պետք է իրենց վատը լինեն, ամեն ինչով, կենսագրությունով, մակարդակով, որակով, ամեն ինչով պետք է լինի վատը, հա, սրանք էլ խորհրդական ունեն, չէ, խորհրդական իրենց խելոք լինի, չի կարա լինի, բնականաբար պետք է այս դեմքով մեկը լիներ, և ուղղակի մենք էլ ասենք 5000 տարվա կամ 6000, 10000 տարվա ազգենք, հասել ենք 21-րդ դար, որ սա ունենանք ժողովուրդ, սա գետինը մտնելու, լուրջ եմ ասում, գետինը պատրեպսեց մեջը մտնելու թեմա է։ Այն որ դուք ակնկալում եք, որ սրանք պետք է խելոք բան խոսան, սրանք չեն կարող խելոք բան խոսալ, հիշեք։ Սրանք կրկնում են ինչ որ ասվում է, այն մեկի կողմից, որ ինքը 0 գիտելիք ու ուղեղ ունի, եւ սրանք այս մինուս գիտելիքով ուղեղովները պետք է կարողանան դա վերաշարադրել։ Դե հիմա ինձ ասեք, այս ֆիլտրների մեջով անցնելուց հետո դուք ո՞նց եք սպասում, որ դուք ինչ-որ մի արժեքավոր բառ են, խորհուրդ պետք է լսեք սրանց կողմից։ Հիմա վերադառնանք այս Մամիջանյանին, ստին, հա, կոնջերենկինը որոշել է պարզաբանումներ ներկայացնել, լսենք, ասում է, ինչ եք ուզում, 1 միլիարդ դրամ դիվիդենդ է վճարվել իմ ժամանակ, ճիշտ է ասում, զուտ կարող է մոտները տպավորություն ստեղծել, որ շատ ազգումներից է վճարվել, բայց իրականում 11-16 թվականների շահույթից է, որ կառավարությունը որոշել է ամեն տարի 500 միլիոն ստանալ, ավելին ասնել։ Ուղղակի կարևոր մասն եմ կարդում։ Ասում եմ, ես վերջին 10 տարիներին, Կոնջերանն ասում, ամենացածր աշխատավարձով մարդն է, որ սա աշխատում։ Պատկերացնում եք, Հայաստանում $10,000 աշխատավարձ կա, պետական հիմնարկում։ Գիտեք, Հայաստանի մասին է խոսքը, որը պարտքով է ապրում։ Պարտքով, հիմա 430 միլիոն պարտք են վերցում։ Պարտքով, որը 15.5 միլիարդ արդեն պարտք ունի։ Մի հիմնարկ, որ վնասով է աշխատում, տնօրենը, փոխանակ դատվի, հələ $10,000 աշխատավարձ է ստանում։ Ասում եմ, սա, բայց մի բան հստակ է, որ նույն ժամանակում, չնայած եկամուտի նվազմանը ու վնասի շարունակական լինելու, աշխատավարձային ֆոնդը չի նվազել, մի բան էլ աճ է գրանցել։ Այսինքն, սրանք վնասով են աշխատել ու աշխատավարձները բարձրացել։ Ինչի հաշվում։ Ինչի հաշվում։ Հենց այդ վնասների հաշվում։ Ինչ կապ ունի իրենց աշխատանքի արդյունքում ինչ է գրանցում։ Այդքան փող է, այդքան փող են գրանցում։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյան ընտրացներին։ Մեկ այդ հարցը է, հա, ընդհանրապես կա սանդղակ աշխատավարձների, այն էլ պետական հիմնարկների աշխատավարձների, հա, աշխարհի ամենակարևոր մասնագիտությունը, ամենակարևոր բոլոր երկրներում դա մանկավարժներն ու բժիշկներն են, ամենակարևոր կատեգորիան են, ամենա, մանկավարժ ինչ սերունդ է ստանում, բժիշկները ոնց են վերաբերվում քո հիվանդներին։ Հայաստանում այդ երկուսն է ամենաանտեսված, ամենացածր աշխատավարձներով, այդ չեմ ասում, մասնավոր կլինիկաների մասին չի խոսքը, գնացել մենք պետական հիմնադրամներն են, պոլիկլինիկաներն են, ինչ աշխատանքա ու ինչ են վճարում դրանց, եւ կրթական ոլորտը։ Սա է երկրի բարեկեցության բանը, թե չէ այսօր լսեցի մի հատ սփյուռքահայ, հա, շոյված էր, հիացած էր Հայաստանով, այդ ինչ ուշխարություն, ինչքան ուրախ է ժողովուրդը, ինչքան ռեստորաններում, կաֆեներում տեղ չկա, հա, ստամոքսով մտածող անասունի համար դա չափանիշ է, ռեստորանում տեղ չկա, ուրեմն ամեն ինչ լավ է, թե ոնց է ապրում այդտեղ թոշակառում, դա համարյական չի, որտեղ ինքը գիտելիք չունի, հասկացեք, ինքը իմբեցիլ է, ինքը չգիտի բանը երկրի գնահատման չափանիշները ոնց են, ինչ է նշանակում լավ երկիր, որն է դա չափանիշը, ոնց է չափվում։ Չափվում է հետևյալ կերպով ոնց են ապրում, ինչքանով են ապահովված այդ տարածքում, այդ երկրում ապրող թոշակառուները եւ երեխաները։ Ըստ դրա է որոշվում նոր ինքը բարեկեցիկ երկիր կարելի է համարել, սա թե չէ։ Թե չէ գալիս են մտնում են, ահ, ինչ լավ է, բոլորը ուրախ են կաֆեներում։ Այդ ով է տխուր դեմքով գնում կաֆե նստում։ Կամ ով է ասել, որ մարդիկ պետք է լացեն ու կաֆե չգնան, որ դուք հասկանաք, որ տարեկան 1.5 միլիարդ ավելացնելը սա թալան է, որ առանց կահավորված սահման ունենալը, առանց զենք, սա տրագեդիա է, սրանց ուղեղի բանը չի,
Ուրախ եմ, որտեղ ստամոքս են իրանք։ Ստամոքս։ Իրաց չափանիշը պատտվում է դրա շուրջը։ Բանականությունից զուրկ քայլող ստամոքս։ Սրանք չեն նույնիսկ հասկանում, երբ որ մի բանի մասին խոսում են գնահատական տալով, նշում են իրաց չափանիշը, մի անգամից կարելի է անալիզ անել ու հասկանալ իր միտքը որ ուղղությամբ աշխատում, որոնք են իր չափանիշները եւ ընդհանրապես իշխանում են կոմպետենտ գնահատական տալու համար։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը որ մեկը գովա ասի, լող, լավ է, շարունակեք։ Ուրախացեք, որ դուք Փաշինյան Նիկոլին եք։ Հա, հենց ուրախանում էին նաև Ստամբուլում 15 թվականին։ Դա համար է, երբ որ կոմիտասը եկավ, տեսավ այդ ամեն ինչ ընկավ խորը դեպրեսիայի մեջ, ու չէր կարող չմնալ խորը դեպրեսիայի մեջ։ Հասանանք։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գազալցակայանը բացի իր բնական գործունեությունից պետգնումներով միլիոնավոր դրամների լրացուցիչ ներարկումներ է ստանում։ Ընդ որում բացի իր որդու ղեկավարած համայնքից, այլ համայնքապետարաններ եւս իրենց ավտոպարկը լիցքավորում են Սասուն Միքայելյանի գազալցակայանում։ Այն գործում է Լագովինչ ՍՊԸ փաստաթղթերով տարիներ շարունակ եւ 2025 թվականին եւս գազալցակայանը հարկային մարմիններին ներկայացրել է վնասով հաշվետվություն, ինչը պարզապես հանճարեղ գյուտ է, քանի որ բոլոր հիմնարկները պետական իր մոտ են, լցվում իր զապրակին իր մոտ աշխատում, բայց այս մարդը, այս խեղճ թթվի քարը, հա, այս ամեոբան վնասով աշխատում է։ Ինչի՞ չի վնասով աշխատի։ Փաշինյան Նիկոլի նման գլխին մարդ ունի կանգնած։ Եթե դրանց կարելի է եկել մարդ ասել։ Մարդկային դեմքները կորսրած կենդանիներ։ Հիշում եք այն պատմությունը, որ ասում է տղտատը ձիուց ընկնում է եւ խոզի կերպարանք ստանում։ Այ դիպել ոչ չէր հավատացել։ Չան կաթողիկոսին առաջի Գրիգոր Լուսավորչին։ Հետո խոսով դուխտը երկար աղոթքներով համոզելով մի խոսքով վերեց նրա մարդկային կերպարանքին։ Սրանք բոլորն են ի սկզբանե խոզի կերպարանքով ծնվել։ Խոզի։ Մանավանդ երբ որ ընթացքում են հասկանում են, որ ինչքան խոզի կերպարանքը ինքն ակտիվանում է, ուրվագծվում է, դա ուղիղ ազդում է նաև եկամուտների վրա։ Ուղղակի սա մի բան են մոռանում, որ իրանք չունեն խոսով դուխ, որ իրենց համար աղոթի, որ իրանք փրկվեն մարդ դառնան։ Իսկ խոզերին մի հատ ճակատագիր է սպասվում։ Գիտեք։ Գազալցակայանը պարզապես չի կարող վնասով աշխատել։ Հետաքրքիր է, որ ամեն լուծկու համար ՀԴՄ կտրոն պահանջող Նիկոլ Փաշինյանը չի նկատում, որ իր հեղափոխական ընկերը եւ կուսակիցը չի վճարում շահութահարկը։ Կարելի է ենթադրել, որ կամ շահութահարկը միևնույն է պետք է վերջում ԿՊԱ կամ պարգևավճար դառնար եւ Նիկոլ Փաշինյանը դեմ է անիմաստ շրջանառությանը։ Միևնույն է, փողը հերոս հարկատուի կերպարից կարեւոր է։ Սա իհարկե կոմեդիա է, բայց ճիշտ։ Ձեր աներոջը բերել նշանակել են ազգային ժողովի արարողակարգի պետ, ով ժամանակին դատապարտված է եղել կաշառք վերցնելու համար։ Բայց ասած է իրական չի։ Ես ուղղակի հիշեցման կարգով եմ ասում։ Ընդ որում կաշառք Թուրքիայում գործունեության համար։ Սա թուրք բան։ Պատասխանը ստեղ իրական չի։ Ուղղակի պետք է բաները չմոռանանք։ Ինքը հիմա կասեր, այդ ժամանակ ինքը իմաները չէր։ Բայց դու ասել ես, չէ՞, որ կաշառակել է Թուրքիայում գործել է մարդկանցից փողեր աբերսել ասալու։ Դրա համար դարավ կողաները։ Թե ընդերից են ձեզ բաշի քարտմա արել։ Բայց բոլոր բարեկամական կապերը, բոլոր հետաքրքրությունը կանում են Թուրքիա։ Իմիջիալոց ինձ թվում է շատ շուտով իմանալու ենք, որ Փաշինյան Նիկոլ այս երկրում ամենակարևոր մարդը թուրք Ռուբոնն է։ Ինձ տենց է թվում։ Իլհամ Ալիևին եմ ուզում ցիտեմ ձեր աստվածին։ Հա, որն ասում է. սկզբից մեզ կոչում էին թաթարներ, 18 թվականից հետո ասում էին թուրքեր, 36 հետո 36 թվականից սկսեցին կոչել ադրբեջանցիներ, դե հիմա ինչ անենք, էսի մեջ ճակատագիրն է։ Սա հիշեցման կարգով եմ ասում, որովհետև մեր դիտողների մեջ շատ կան մարդիկ, որոնք ասենք օրական տարբեր հարթակներում կռիվ են տալի ադրբեջանցիների հետ։ Ես դրեք ճպտեք իրանց ճակատին ասի գնացեք դուք կողմնորոշվեք։
ով եք դուք, թաթար, թուրք, թե ադրբեջանցի։ Եվ ամենակարևորը, լինես թաթար, թուրք, թե ադրբեջանցի, դու մի ծագում ունես, այսինքն երկու option, երկու վերսիա, կամ սպիտակ ոչխարի ցեղից ես, կամ սև ոչխարի ցեղից ես։ Ինչ տարբերություն քեզ ինչ են ասել, թաթար, թուրք, թե ադրբեջանցի։ Սա պահեք ձեզ մոտ, իմ անունից փոխանցեք իրանց աշխատում է, լայվ ոնց աշխատում։ Չէ որ ես ամբողջ օրը եթերներում եմ, գիտեմ, ուղիղ եթերներում։ Գալիս են չէ ադրբեջանցի, վայ։ Սիրով դիմավորում եմ ու առաջին հարցս է ասում, հատ խնդրում եմ ներկայացի դու ո՞ր ցեղից ես։ Ակ կոյունու թե կարակ կոյունու։ Ասում եմ սև ոչխարի թե դիրեք։ Ակրակ սպիտակ թե սև, կարան սև։ Ես է ասում, կառավարությունը 320 միլիոն դոլարի նոր վարկը կվերցնի։ Այո, ընկերներ չէ։ Բա գիտեք, վնասով աշխատող հիմնարկների 10,000 դոլար մոտ աշխատավարձ տալու։ Կարա չէ 20,000 վերցնել, կարելի է ասել, որ ինչ համեստ է քո կինը, 20,000-ի փոխարեն 10 վերցնել։ Կարա չէ ասենք, կոնջորան, միայն ներվի, շատ համեստ կին ունես։ Մեկը պարտքով է, էլի, մեկը ժողովուրդն է այս փողերը տալու։ Մեկը դուք ինչ ուզում գնում վերցնում եք, էլի ձեր ձեռնել բողներ չկա։ Այլ միանգամից 20 միլիոն գեք։ Չէ, կլորացնենք 10 միլիոն դրամ։ Դե չէ 10,000 դոլար չի հնչում։ 10 միլիոն դրամ այլ սոլիդ աշխատավարձ։ Գրեք էլի մեկ այդ փողը պետությունն է տալու։ Պետությունը չէ։ Այդ ժողովուրդը հպարտ հարկատուն է ձեր պարտքերը փակելու։ Դուք այսօր նախ դվեցեք ինչ պետք է արեք, հետո կենա։ Ընտրակեղծա Ռուբեն Ռուբինյանը իր 18-ամյակը նշել է, երբ իր հայրը մեկ այլ ընտրակեղծայր Կարապետ Ռուբինյանը ընտարկված է եղել։ Այսինքն Ռուբեն Ռուբինյանը իր չափահասությունը նշել է այդ պայմաններում, որպեսզի Արցախը մնա հայկական։ Եվ եթե Ռուբեն Ռուբինյանը իր 30-ամյակը, 31-ամյակը, 32-ամյակը եւ 33-ամյակը բանտում լիներ, Արցախը կլիներ հայկական եւ 30,000 երեխա չէին լինի հիմա անտուն եւ շատերը իրենց 18-ամյակը չէին նշի իրենց հայրենիքից դուրս։ Ազատություն Անդրանիկ Թևանյանին։ Եվ 400-ից ավել մարդ սպանված չէ։ Սա էլի Հովհաննես Իշխանյանն է։ Իմջալոց Կարապետ Պողոսյանը այսօր արձակվեց, ասեմ տնային կալանքա հիմա։ Կգրասում ով է պատասխան տալու այս ընկերոջ անհիմն զրպարտության համար։ Իսկ գիտեք ով է մեղավորը։ Այս ոչ քաղաքացի է, ոչ իրազեկ է։ Ընդամենը շարքային մի հատ գերմաֆրադիտ, ոչ կին է, ոչ տղամարդ է, ոչ մարդ է, ոչ մի բան էլի։ Ոչ մի բան, ինքը տեսնես, որ գնում է գիշերը հայնու մեջ նայելու։ Չինեմ առավոտ։ Ինքը հարց տալիս է, թե իր ասենք գոյության իմաստը որն է երկրագնդի վրա։ Ու ոնց են իրան հիշելու։ Ոնց։ Գոստալով սավերը, ընդ որում անհիմն։ Միևնույն ժամանակ այս իշխանության կեղտերը ծածկելու ու դրա համար վճարվելու, բայց ինքներդ հասկացեք ինչ կարող է անել Դանիել Իոնիսյանը, եթե չլիներ տականք, ասենք, իրան ինչի համար էին փող տալու։ Այսօր Հայաստանում վճարվող ամենաբարձր վճարվող մասնագիտությունը դա տականք լինելն է։ Եթե դու ունակ ես ամեն ինչի ունակ ես, նշանակում է դու Փաշինյան Նիկոլի կողքը, տեղը, համակարգում տեղ ունես։ Ու ոչ մի տականքի սոված չի թողել։ Հիշում եք այն դպրոցի տնօրենը, որ պատգամավորը ինքինը չգիտեմ որտեղ ալապարսում էր դիրեկտոր։ Որտեղ էր։ Ես որ նա պատգամավորը, որ ինքը կաթողիկոսին չի ճանաչում։ Հա, ընդգծված տականքները բոլորը բաժին ունեն Նիկոլի թալանի մեջ։ Բաժին։ Իսկ Ալեքսանդր Մանուկյանը չի կարողանում սեփական երեխայի հետ շփվել։ Ու սա Դանիել Իոնիսյանի նման տականքներին իհարկե ոչ մի բան չի ասում, ոչ էլ մնացած
Այն փողով աշխատող սակունց մակունցներին, այնտեղ էլով կա, այն գյումրեցի, այն ասպարեզից, այն կիսաֆաբրիկատ կա այնտեղ։ Եսնիկ 13 տարեկան է այս կնոջ աղջիկը, չեն թողում շփվել։ Հələ որ անօրինական ձերբակալել են, դա ուրիշ թեմա է, բայց նույնիսկ 13 տարեկան երեխուց են զրկում։ Լսեք, Սերժ Սարգսյանը ինքը հանցագործ է տիեզերական մասշտաբի, սա խոսք չկա Նիկոլին բերելու համար, էս կեղծ հեղափոխությունը կազմակերպելու համար եւ այլն։ Բայց ես չեմ հիշում sense մի դեպք իր իշխանության ժամանակ։ Այս համակարգը այսքան թուրքական չէ, հասկացեք, սա թուրքական ձեռագիր է։ Թուրքական ձեռագիր։ Մորը զրկել անչափահաս երեխուն տեսնելուց։ Ոչ միայն անօրինական ձերբակալել, այն էլ կարա անօրինական ձերբակալել, բայց որ մորը զրկել երեխուն տեսնելուց, սրանք ամեն ինչում են նոր շփաներ վերցում, բարձունքներ վերցում, ընդ որում թուրքական ձեռագիր է, լրիվ ամեն ինչի մեջ։ Այս ամեն ինչի գլուխ տնտամբասնող եւ համաձայնող Նիկոլան Թորմերը սպասում եմ, որ մի օր դուք լացեք այս ամեն ինչի մասին։ Ոնց կարելի է ասենց։ Ոնց։ Մի հատ լսենք այս ընկերոջը։ Ու գալու է, դուք եք խնդրելու, օրենք տվեք, պաշտպանեք մեզ։ Չկա եղբայր, չկա։ Կա ոչ։ Օրենք եք թողել, որ ձեզ օրենքով պաշտպանեն։ Для армян Нагорный Карабах – это прежде всего национальный символ, символ национальных корней. И действительно, с 300-х годов до нашей эры, вплоть до V века нашей эры, на этой территории существовало государство Великая Армения. Լիանը գրել է լսի Նիկոլ Փաշինյան, ինչի ասել եք լսի Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը չլսի, որ լսեն Նիկոլ Փաշինյանն ընտրողները։ Լսեք, սենկերի թուրք տականքա, ինչ ուզում, ինչի համար վճարվում է, դա էլ ասել է, անում է։ Դուք եք ես ամեն ինչին օքեյ տվողը, կանաչ լույս տվող։ Затем в 17 веке сюда активно переселяются тюркские кочевники и называют эту территорию Карабах, что в переводе значит «Великий сад». Великий сад, Карабах, почему Севайги. Для Баку статус Нагорного Карабаха определен решением советского правительства в 20-е годы прошлого века. И туда стали активно переселяться азербайджанцы. Взяли древнеперсидское слово пахлевийское «Атарпаткан», «страна огней», или по-гречески «Атропатена», и переделали немножко на тюркский манер, получился Азербайджан. Азербайджан, насколько мы знаем, это северо-западная провинция Ирана. Я специально посмотрел про Гауза и Ефрона 1909 года издания. Статья «Азербайджан, северо-западная провинция Ирана». Սա գիտնականներ են, լուրջ պատմաբաններ են, սա քարոզիչներ չեն, քաղաքական գործիչներ չեն։ Ու որ նայում ես, այս սև ու սպիտակ ոչխարի սերունդները մեզանից բան են ուզում։ Իրանք չեն մեղավոր։ Սրանց լուրջ ընդունողներն են մեղավոր ու ամենայն հավանականությամբ իրենք նույնպես այդ նույն ոչխարի ցեղերից են առաջացել։ Որովհետև ծագումով հայը այս ամենի դուրս չէ վերաբերվի։ Ասես իվարկեն հələ ով ես դու որտեղից ես եկել, քեզ ով է ընդհանրապես բերել, ստե ինչից ես դու առաջացել, երբ ես դու առաջացել, որ դու իմ նկատմամբ պահանջներ ունես։ Ով սա լուրջ է ընդունում, ինքն էլ այդ հայտնի ցեղերից է առաջացել ուրեմն։ Մենք գնանք Ռուսաստան։ Ռուսաստանում տերորիստական ակտերը չեն пакասում։ Балзиросси, главнокомандующий воздушно-космических сил Александр Чайка. Ну, бухали они, отмечали его день рождения, там толпа собралась, его кентов, генералы, адмиралы, всякие там полковники, майоры. Женщина какую-то взрывчатку пронесла туда в ресторан, занесла, короче говоря, лупцанула-то взрывчатка, и женщина-то погибла, которая занесла, и погибла.
Մի խոսքով տերորիստական ակտեր են իրար վրա Ռուսաստանում, ես մի հատ ուրիշ բան ցույց տամ ձեզ, այս առումով վերևից էլ է նկարը մեքենա ոնց է գրվի աշխատողի մեքենան խնդրեմ նայեք. При этом имя погибшего до сих пор официально скрывается. Накануне в Балашихе взорвался автомобиль с офицером ГРАУ Дамиром Давыдовым. При этом имя погибшего до сих пор официально скрывается следствием. Возможно, потому что это уже 4-й высокопоставленный офицер, который был взорван в российском тылу. Просто արդեն թիկոքում 4-րդ բասացիան սպանա պայթում հենց թիկոքում։ Ես չգիտեմ սրանք ովքեր են անում, սա հենց ռուսներն իրանք են անում, թե ուկրաինացիներն են անում, բայց վատ է այս առումով Ռուսաստանի վիճակը։ Բայց էլի գալիս է փրկելու Չինաստանը։ Срочная новость. Китай в ярости. ЕС впервые ударил по китайским компаниям. И вы офигеете от того, что дальше, потому что такого отношения Европы и Китая еще не было. В 20-й санкционный пакет против России впервые включили китайские структуры. Те, что поставляли Москве товары двойного назначения и компоненты для военпрома. Пекин тут же взорвался. Требует немедленно исключить свои компании из списка. Называет это подрывом доверия. И уже пригрозил ответными мерами. В Китае дали понять, просто проглотить не собираются. И вот что самое интересное. Китай годами кормил российскую военную машину через схемы двойного назначения. Արդեն քանի 4.5 տարի է չնայած բոլոր տեսակի սանկցիաներին Չինաստանը ամեն ինչով ապահովում է Ռուսաստանին, որում ապահովում է Չինաստանի Իրանին Չինաստանը։ Եվ Եվրոպան այս անգամ որոշել է մտցնել սանկցիոն ցուցակի մեջ նաև այն կամպանիաները, որոնք աշխատում են այն չինական կամպանիաները, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ։ Իսկ Չինաստանը սպառնում է սանկցիաներով, պատասխանատու բաներով, մեթոդներով Եվրոպային։ 2 տարի առաջ, եթե նման բան լիներ, Չինաստանը չէր կարող ասենց ագրեսիվ թռնել Եվրոպայի դեմքին։ Ուղղակի չէր կարող, որտեղ էլ են սանկցիաներ։ Ինքը բացահայտ չի արել, տակից ինչ-որ պետք է մատակարարել Ռուսաստանին ու առայժմ մատակարարել։ Իսկ հիմա հաշվի առնելով ինչ վիճակում է Եվրոպան, հաշվի առնելով ինչ վիճակում է ամերիկացիական նահանգները, ովքեր են դրանք ղեկավարում, հաշվի առնելով Իրանի պատերազմը, նախահարցակալին Չինաստանը իրանց վրա։ Սա դուք չեք կարող իվրա սանկցիաներ կիրառել։ Ես կկիրառեմ ձեր վրա սանկցիաներ, որովհետև Եվրոպան ուզի չուզի, արդեն ինքն է կախված այսօր Չինաստանից։ Շատ հարցեր, միկրոէլեկտրոնիկայից սկսած, իջև չիպերը։ Չեմ ասում Կանադան։ Կանադան լռում է Զենչյանի կյանքում, որովհետև Կանադա-Չինաստան հարաբերությունները հասել են այստեղ արդեն վերջնել։ 2 տարվա մեջ, 1 տարվա մեջ տեսեք ոնց փոխվեց այսպես աշխարհը իր հարաբերություններով։ Հիմա մեզ նայեք։ Տեսեք, Չինաստանը Իրանին էլ օգնում, Ռուսաստանին էլ օգնում։ Որտեղ եթե Ռուսաստանին չօգներ, Պուտինը արդեն վաղուց չկա դիմյա Ռուսաստան։ Հիմա էլ վախենում եմ շատ բաներով չկարողանա փրկի, բայց ամեն ինչ անել է որ չկործանվի, որովհետև Իրան պետք չի Ռուսաստանը կործանվի, իսկ Չինաստանը ռեսուրսներն ունի որ անի։ Մանավանդ որ Ուկրաինայում այդքան էլ չեն ուզում, որ Պուտինը Ռուսաստանը պարտվի։ Իդեպ Զելենսկին չստացավ ոչ մի բան, վերջնականապես մերժվեց, բանը Թրամփի կողմից էլ ասեմ, ոչ մի հակաօդային պաշտպանության նյութեր չտվեցին եւ Ուկրաինայի օդը լրիվ բացա ռուսական հրթիռների համար եւ նրանք անխնա կոնտրոլում են բնակելի ժողովրդի, ասեմ, կրակում են բնակելի տարածքի վրա, Ռուսաստանը անխնա եւ ինչ ստացավ Զելենսկին հարձակվեց Իրանի վրա, նավի վրա, փորձեց օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ ես ձեր կողմն եմ, ամեն ինչ անեց իրաց ծառայելու համար, ծառայելու, ցույցը ինքը իրանցից մեկն է, որ նույնիսկ նույն դատարանի կողմից, որ Պուտինին է ճանաչել ռազմական հանցագործ, նույն դատարանը ճանաչել է Նետանյահուին ռազմական հանցագործ։ Զելենսկին ասում նույն դատարանի մի որոշման հետ համաձայն է, մի որոշման հետ համաձայն չի։ Մի հանցագործին չի օգնում, պատերազմը, մյուս հանցագործին օգնում է։ Հա, այս։ Ու այսքանից հետո
Իրանք ցույց տվեցին 3 մատի կոմբինացիա եւ հետ ուղարկեցին։ Այսօր էլ նորից մերժել։ Որովհետեւ չկա զենք։ Չկան այդ հակաօդային հրթիռները։ Նախ եթե լինեն ինչ-որ կանակություն, դրանք պետք են առաջին հերթին Իսրայելին։ Իսկ Իսրայելը թույլ չի տա։ Ուզում ես ամեն մի մատի վրա մի հատ մեղ խփի կամ մի հատ չգիտեմ ինչ ուզում ես արա Իսրայելի համար։ Իսրայելը թքած ունենա քո զոհաբերության համար, իրեն այդ զենքերը պետք է։ Սա էլ պատերազմի բարոյական կողմի մասին։ Որ ասեցի, երբ որ դու դավաճանում ես, պատրաստեղի ոսա հետևանքներն նաև գալու ես։ Ու դա եղավ 1 տարի առաջ արդեն։ Ու Իլհամ Զելենսկին որպես քաղաքական գործիչ վերացած տեսակա։ Армения – это страна миллиардеров и триллиардеров. Там абсолютно каждый зарабатывает уже миллиарды, ну или будет зарабатывать завтра. Это не мои слова, это заявление премьер-министра Армении Никола Пашиняна. Просто тут из-за его дебильной политики российские ресурсы скоро для всех армян подорожают. Но он сказал, что это... Не страшно, да, все будет стоить дороже, но скоро вы станете миллиардерами, потому... Ճիշտ է, շուտով ամեն ինչ կցանկանա, հետաքրքիր է, դժվար է լինել շուտով ամեն ինչ կցանկանա, բայց միևնույն է դուք բոլորդ միլիոնատեր եք լինել։ Ինքը իրավունք ունի իր ընտրողների հետ այդպես խոսա, հավատացեք։ Իր ընտրողներին ինչ ասում է, իրանք հավատում են։ Потому что Армения идет по европейскому пути, и я сейчас не шучу. Вот цитата. Армения становится перекрестком мира. У нас будет так много денег, что цены покажутся нам недорогими. Мы... Արտահանումը կանգնած է յուղատնտեսական բերքը դաշտերում փչանում առնող չկա մարդիկ վարկերը չեն կարողանում վճարել բայց Նիկոլ Փաշինյանն ասում է դուք խնդրեմ չունեք արա խնդրեմ չունեք չտա թանկ է լինելու բայց հեսա տեսեք ինչ փողեր է գալիս հեսա Զանգեզուրի միջանցքը տալիս ենք սահմանադրությունը փոխում ենք տեսեք ինչ փողեր է գալիս դե նախիրը ուտում է այս խոտը հիմա ինչ ասես մի կեր դառնում ես թշնամի Страна с военно-промышленным комплексом, который продает оружие развитым странам. Да, если бы это сказал какой-нибудь пенсионер у лавочки, то его бы сразу завели военно-промышленным комплексом. Подорожает. Я сейчас не шучу. Вот цитата. Армения становится перекрестком мира. У нас будет так много денег, что цены покажутся нам недорогими. Мы страна с военно-промышленным комплексом, который продает оружие развитым странам. Да. Արդեն մենք ռազմական արդյունաբերություն ունենք, որը զենք է վաճառում զարգացած երկրներին։ Ինչ ուզում ինքը ասում։ Ինչ ուզում։ Ու նախիրը դրա այդ խնդիր չունի։ Հա։ Բավարար։ Որ ասում ես այդպես բան չկա, դու դառնում ես ճուզող։ Ռուսի ճող, չգիտեմ, ես կարգի ինչ ունի բան։ Չալ նախանց։ Если бы это сказал какой-нибудь пенсионер у лавочки, то его бы сразу завели в дурку. Но это говорит премьер. И у меня... Всего лишь 3 вопроса. Триллионы чего? Какие контракты подписаны и с кем? Откуда деньги? Пашинян. И знаете, на словах триллионы, но что-то догоняет призрак девальвации. По факту, сейчас у Армении только российские контракты на покупку ресурсов, от которых они отказываются в пользу дорогих европейских, и теряют Россию как союзника. За то, чтобы просто производить оружие. Армянские АЭС работают исключительно на российском топливе. Весь газ из России, ведь мощностей из Грузии не... Ատոմականից սկսած ինչ աշխատում է ռուսական բարելիքի վրա գազից սկսած ասում ես միլիոններ ինչ այսինքն դրամն է դառնալու աղբ որ մարդիկ սեն միլիոնով աշխատավարձ ստանալու ասես տեսակ թիվը մեծացավ նախիրը կասի այո ճիշտ է ասում մեր վարչապետը կեցցե մեր վարչապետ նապկինան կա այն մյուս ամերիկան Նիկոլը լրիվ դիմենցիայի մեջ է լրիվ ինքը բանա պրոֆնիկոն Նիկոլն է
ասում եմ ես ուզում եմ որ Լեհաստանը իր բաները տա իր հակոբեն պաշտպանությունը տա Իսրայելին Հոլանդիայից ասում եմ մի վայր այդ պատրիոտները մեզ են պետք մենք Եվրոպայում ենք կողքներս հետ պատերազմը բայց յամա կարևոր չի Իսրայելին է պետք տվեք Իսրայելին has end-stage dementia. The gas has gone to the lowest level in decades, and you're seeing $1.99, $1.98, and I saw $1.95 at certain. Տեսնեք մենք ինչ լավ վիճակում ենք, ինչքան է իջել գազի գները, բենզինի գները։ Իջել է 1.95, 1.98, 1.99 գալոնի համար։ 4.4 է։ Էս Նյու Յորքում, Լոս Անջելեսում ավելի թանկ է։ 6.7։ Ինչ է 1.9։ Նիկոլն, ամերիկյան Նիկոլ, ինչու՞ն է պակաս է։ Ինչ ուզում ասում։ Իդա ոչ մի չի ասի, պես բան չկա։ Որովհետև սա լսեք։ Սա լսեք։ Millions. Were you aware that the United States has been taking millions of gallons of oil from the Strait of Hormuz? Just not sure taking is the right word. We're preventing the flow of it. Well, thank you. Ասма դուք տեղեկ եք, որ ամերիկան միլիոն գալոններով նավթ վերցնում Հորմուզի ներուծից։ Ասма դե վերցնելը դա ճիշտ խոսք չի, ասma դերից խոսում է միլիոնավոր գալոն։ Mr. Chair, if I may, can I play some audio from some comments that President Trump made in the Oval Office? And you know we've been taking out let's suspend that, please. Of oil. Ցիտում Տրամփին ասում է Տրամփն ասում որ միլիոնավոր բարել նավթ ենք վերցնում ենք Հորմուզից։ Ասում է ճիշտ է։ You know who doesn't know about it? Iran until right now. Ասում է գիտեք որ չգիտի դա մասին։ Իրանը ինքը տեղակ չի, մենք միլիոնավոր գալոն Հորմուզի ներուծից նավթ ենք վերցնում։ Իրանը տեղակ Mr. Secretary, it seems like you didn't know about this either. I understand this might be an uncomfortable line of questioning and you don't want to do it, but you are not answering my question. So I'm going to ask you again, and I'm going to hope that you will answer it honestly. Did you know that the United States was taking millions of gallons of oil from Iran? I'm unaware. Միլիոնավոր գալոն նավթ ենք վերցել։ Ասում է չէ։ Ես տեղեկ չեմ։ So do you think that the president is lying based on the audio that you just heard? Oh no, I do not think. Ասում է ասկեն Տրամփը ստում է, ասում է չէ, Տրամփը չի ստում ոնց։ Ոնց կարող է ստի արա։ 1.50-ը, 1.90-ը բենզինը, միլիոնավոր գալոններ մենք Հորմուզից ենք վերցել։ Իրանը տեղեկ չի։ I think the president's lying. He is clearly keeping you in the dark about what he is doing in Iran. And now you are sitting here in this committee unaware that the president just made an announcement about millions of barrels that they have taken from Iran and stated in that very, very clearly, people don't know, but now we get to know it. But unfortunately, he sent you here and you didn't know it. What is your response to that? Ասում եք, ապուշի տեղ ադել է, ինչ ուզում ասում է, դու նույնիսկ տեղակ չես, ինչ ես ասում սրան, կավատ է դա, ճիշտ է թե սուտ է ասում։ I'm very proud to serve with President Trump. He's been tremendous leadership in a time. Ինքը հպարտ է, որ Տրամփի համար աշխատում է, որտեղ Տրամփը գերագույն արտակարգ ղեկավար է, արտակարգ լիդեր է։ Time of great stress right now. I'm proud of what he's doing, proud to be part of the team. Wow. Ինքը հպարտ է, որ ինքը թիմի արաբանը։ I would not be proud if my boss sent me up Ասում եմ ես հպարտ չէի լինի, եթե իմ շեֆը ուղարկեր իր սպերի համար, այսինքն քո նման պատասխան տալու համար։ Really stupid and treasonous. Trump officials are now worried that the United States does not have the forces necessary to protect Israel. If you're looking for the bit in the Constitution about how the United States has to protect Israel, you're not going to find it. This is really stupid and treasonous. Yes,
Չի ուզում ճիշտ ասած ցույց տալ, որտեղ այդքան էական։ Չէ, Իվանա, չեն ուզում Իսրայել զորքեր ուղարկեն, բայց դա ես ուրիշ բան էի մտածում, ցես ցույց տայ մի բան։ Ինջելոց ասել են հոդվածն է, որ մի հրթիռ չի կարողացա խփի Ուկրաինան իր վրա եկող։ Մեկ գոնե։ Չուն։ Չկա, պատրիոտներ չունեն։ Սաս լացում է, այն ժամանակ որ ուներ Զելենսկին, այն ժամանակ դու պիտի պատերազմը ավարտած լինեիր, ոչ թե հիմա նստած լասեիր։ Իսկ Պենտագոնը շարունակում է փող ուզել Իրանի պատերազմը շարունակելու համար։ Իրան մի անգամ արդեն ասել են, չէ, դրա մասին մոռացի։ Սա մյուս ռազմական հանցագործն է, որ իմջելոց ովքեր ուզում են գնան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, լսեք ինչ է ասում Մարկ Ռուբիոն։ We have implemented a vigorous new visa policy that will prevent foreign nationals from coming to the United States to foment hatred against our Jewish community. Հիմա իրանք նոր վիզայի քաղաքականությունն են, որ ովքեր ատում են հրեաներին Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա չեն ստանում։ Հրեաներին ատում են, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա չեն ստանում։ Ուրասում էսի գաղութ է, ո՞ս է գաղութ։ Ուրասում է քարտուղար է, նախագահի քարտուղար։ We are holding international organizations and nations accountable. Այո, ողբերգություն է, ողբերգություն։ Պետք է դառնանք Հայաստան։ Պելեն ծնողների վերջի անգամ երբ որ ծնողները հանդիպել են, ծնողներից եթե մարդիկ կան, որ ներկայացնել են այդ հանդիպանը, ես չեմ եղել ներկա, ես ցանկությունը չունեմ իր այդ ընդհանրապես հանդիպելու, քանի որ ինձ հաճելի չի, որ այդքան նստեմ, ինքը նորից սկսի սուտ, ինչքան կարելի է։ Ու դու հասկանում ես, որ ինքը ստում է, անընդհատ ստում է։ Հա, երբ որ հանդիպել են հարցին, ինքը սենց արտահայտություն արել, կարող է տեղյակ եք չեմ, տեղյակ չեք, բայց ասելա ծնողները ես չեմ հասկանում, դուք էլ տունն է երեխա չունեք, գնացեք ձեր ողջ երեխեքով զբաղվեք։ Հա, գնացեք ողջ երեխեքով զբաղվեք։ Ինչ եք սաղոր ընկել, անհետ կորացնի, այսինքն ես Եստեղ պաուզա եմ ուզում տան։ Այս հարցը ամբողջովը քննարկվում է տարբեր ֆորմատներով, որ ես ամբողջովը չասեմ շատ ուժ եթերում, բայց Նիկոլ Պաշտպանողն է սա են ասում, Նիկոլ Պաշտպանողն է, իսկ ոչ մի բան պետք չի ասել իրենց, բացարձակապես։ Հասկանում եք, հիմա դուք որ լսում եք սա, ցանկացած նորմալ մարդ որ լսում է, երախուն տանել սպանել է, կամ անհետ կորացած, ասում է, լավ չեմ հասկանում, դուք ուրիշ երեխա չունեք, գնացեք այդ երեխով զբաղ։ Այս բանը լսողը, ցանկացած բարոյական մարդ, ինքը սկսում է գնալ ինչ-որ հիմար վիճակի մեջ է, չի հավատում ականջներին, որ մեկը կարա այդ կասկի լկտի բան ասի, ասենք, էլի։ Սա ոչ մի բարոյական մարդ չի կարա հանդուրժի, բայց հասկացեք, այդ մարդը որ գնացել է Նիկոլ Անդրե, սա իր համար ոչինչ բան։ Այն մարդը որ գնացել է Նիկոլ Անդրե, այն ինչ որ կատարվել է այս մարդկանց կյանքում, մեր բոլորի հետ, չեմ ասում, որտեղ այս մենակ իրանց կյանքում չի եղել, իրանք առաջի գծի վրա են, բայց մենք բոլորս ապրել ցավել ենք այս ամեն, հա։ Սա մի բան է, որ մենք ոչ մի բանի դիմաց չենք կարող զոհաբերենք, վաճառենք, փոխանակենք։ Իրանց դա էական չի եղել։ Չէ՞ որ այն 44 օրյա պատերազմի ժամանակ ես մի անգամ ասել եմ, կային մարդիկ, որ իրանց վերջի շորն ու կոշիկն ու ունեցվածքն էին տալի ճակատին։ Կային մարդիկ, որ մեզ պետքական ապրանքները վաճառում էին ու 10 դրամի զիջում չէին անի, որ գիտեն, որ մենք այդ ճակատի համար ենք առնում այդ բաները կադել։ Սպեր իմ ավելի շտարբերությունա։ Իմ ապրանքները չեմ տալ։ Կային։ Այն ինչ որ թքած ունենա, այդ է ժամանակ էլ է եղել։ Ու իրան պետք չի համոզել, որ սա ողբերգություն է։ Ինքը ողբերգությունը կապ չունի։ Որի համար սա ողբերգություն է եղել, ինքը չի կարա դա իրականացնողին, դա ապահովողին ձայն տա, ու դու էլ ուզում ես, որի համար ես ամենը ոչ մի բան է, արգումենտ բերես, որ սա հրեշ է, չէ, եթե ես հրեշի օրոք ինքը 10 դրամ ավել է աշխատում, իրան ես հրեշը ձեռք է տալի, որտեղ ինքն էլ է հրեշ։ Հասկանում եք, մի փորձեք, նույնիսկ մի փորձեք իրանց ինչ-որ բան բացացրել, հասկացեք, սա այն բանա արժեքների ընկալումների
շերտերում, որ դա չես կարա բարերով ձևակերպես։ Ոնց կարաս բարերով ձևակերպես, որ մարդ կարող է հանգիստ նայի երեխուն ոնց են, չգիտեմ, նեղացնում, հա, չասեմ ուրիշ բան։ Հա։ Ոնց կարելի է այդպես բանի նայել, կամ ոնց են կենդանի տանջում, հա։ Ոնց կարող ես արդեն մարդուն բացատրել, որ դա չկա։ Պես մարդիկ թքացում երեխուն կնեղացնեն, կենդանի կտանջեն, մարդ կսպանեն։ Այսօր հայտնի սուպերմարկետից մեկի տիրոջն են գտած, գնդակահարած, բա ինչ պետք է անեն, հələ այնքան բաներ է լինելու։ Ես իհարկե այդ բաները չունեմ, ստատիստիկան, ով է ումա, բայց պարզա չէ, որ պատահական մարդ չէր։ Ես ասել եմ, չէ, հունիսի 7-ից հետո վերադասավորումը կրիմինալ աշխարհում, այս սաղ աշխատել են Նիկոլի Ամալու, սաղ իրենց պահանջներ ունեն։ Մեկը սուպերմարկետ է ուզում խլի, մեկը բիզնես է ուզում խլի, բոլորը, ովքեր ծառայել են Նիկոլին, իրանց հաշիվները լուծելու են, դրա համար այս հանցագործությունը միանգամից էս թռավ վերև։ Իրանց համար մենք ստեղ ինչ ենք ապրում, ինչ ենք տանջվում, ինչ ենք կորցրել, ինչ ենք փնտրում, բացարձակապես հետաքրքիր չէ։ Դու եթե մեկի համար նորմինքը կատանայի ասենք ոնց են կատին կամ շանը տանջում, դու իրանց հետ չես կարող հումանիզմից խոսես, որտեղ իր մոտ այդ բանը անջատած է։ Չկա։ Հետևաբար անիմաստ ժամանակ կորցնել եւ փորձել ինչ որ կարծիքների տարբերության բացատրել։ Չկա։ Հումանիզմը կարծիքների տարբերությունով չի բացատրվում։ Հասկանում եք, պատերազմը վատա ցանկացած դեպքում, մարդ սպանելը վատա ցանկացած բանակում։ Դրա ոնց կարող է ինչ որ արդարացում։ Բայց իրենց համար կա, որտեղ այդ իրենց անձնական ցավ չի եղել։ Իսկ ես Արսենին որքան տեսնում եմ, այնքան ես ամաչում եմ, որ այստեղ եմ միջև այս վիճակի մեջ է։ Դες դամից պատասխանատու եմ զգում։ Ու ոչ մենակ ես։ Կտրեց։ Կտրեց։ Ժողովրդավարական իրավական պետություն ունենալու հազարավոր մարդկանց հույսը կտրեց։ Կատագերգուն գուցե չգիտակցելով լրջագույն սխալ է թույլ տվել, երբ երկրի ղեկավարը հրապարակային ելույթներում տարածում է բռնության հռետորաբանություն, այդպիսով նա նորմալացնում է ատելության խոսքը, նպաստում բռնության ռիսկի աճին եւ իհարկե բևեռացնում հանրությանը։ Երբ մարդիկ լսում են բռնության խոսքը այնպիսի միջավայրում, որտեղ այն ուղեկցվում է ծիծաղով կամ դրական էմոցիաներով, ապա այդպիսի խոսքը ընկալվում է պակաս անընդունելի, կատագերգուն սովորականացնում է այդ լեզուն։ Կարճ ասած, մարդիկ համարում են, որ Փաշինյանը ինչ ասում է, ճիշտ է ասում, այսինքն պիտի կտրի ում ուզի, ինչ ուզի, ինչքան ուզի եւ երբ ուզի։ Փաշինյանը հրապարակային սպառնում է քաղաքական հակառակորդներին, որոնց ի դեպ նա համարում է թշնամիներ, ապա իրավապահ համակարգը անցնում է գործի։ Քրեական հետապնդումներ, անհամաչափ ուժի կիրառմամբ ձերբակալություն, կալանք հարցնում եք կտրեց, կոտրեց, կարևորագույն ինստիտուտների հեղինակությունը։ Սա ժողովրդավարության մահն է։ Իսկ ահա սատիրան մեռնում է, երբ ոչ թե քննադատում է իշխանության վտանգավոր թեզը, այլ ճիշտ հակառակը, այդ թեզը դարձնում է զվարճալի հիթ։ Մեդիայի էթիկայի բազմաթիվ ուղեցույցներում ընդունված է, որ երբ վերարտադրվում է բռնության խոսք, ապա այն պետք է ներկայացվի այնպես, որ չկորցնի քննադատական համատեքստը։ Կարևոր հարց է, թե ով է կատակից ավելի ուժեղ դառնում, ով է շահում այդ կատակի արդյունքում։ Եթե թիրախավորվում է իշխանության հեղինակությունը, ապա սատիրան անում է իր գործը։ Եթե հակառակը, ուրեմն դուք ձեր հումորը, հարթակը ծառայեցնում եք իշխանության Փաշինյանի դրական իմիջի ձևավորման գործին։ Մոտ 1 միլիոն դիտում ունեցող տեսանյութի մեկնաբանությունները կարդացեք։ Ինչ պուպուշ դեմոկրատ վարչապետ ունենք, բոլորի հետ հավասար դահլիճում ծիծաղում է ինքն իր վրա։ Մինչդեռ պուպուշ դեմոկրատ վարչապետի հրահանգով կամայականորեն օրինակ ձերբակալում են գործիչների եւ այդ մարդկանց զրկում իրենց անչափահաս երեխաների հետ հաղորդակցման իրավունքից։ Ի վերջո, հանրային հումորը կարող է դառնալ իշխանության դիմադրության գործիք կամ այդ իշխանության լեգիտիմացման գործիք։ Ընտրությունը ձերն է։ Մասնագիտությունը դարձնել պայքարի դիմադրության գործիք, թե ինքներդ դառնաք գործիք մի իշխանության ձեռքին, որը կտրել է հազարավոր երիտասարդների կյանքի թելը։ Լիլիթ Հարությունյան, շնորհակալ եմ։ Հետևեք Լիլիթ Հարությունյանին։ Ես նելու եմ, ես պեղելու եմ, ես աջակցելու եմ, ես
Ես համարում եմ, որ կյանքը նախ իրանցնա, ապագան իրանցնա, որ ես պարտականությունն եմ այս սերունդի, այս որակի սերունդի նկատմամբ նախ երկիր եմ պարտք իրանց, երկրորդն պարտական եմ ամեն ինչ անելու, որ իրանք ավելի արագ հասնեն նրան, ինչ մենք այսպես արագ կորցրեցինք։ Դրա համար ում ես ցույց եմ տալի ընդգծված, որ իրենց աջակցել ապել, բաժանորդագրվեք, հետևեք, լսեք, գրեք, որ այս մարդիկ, այս երիտասարդները, այս գեղեցիկ երիտասարդները վստահ լինեն, որ իրանք մենակ չեն, որ այդ մենակ չենքն է բերում հակազդեցության, երբ որ դու նայում ես միլիոնավոր մարդ նայել է դա, ու ծիծաղել է դրա վրա, նշանակում է միլիոնավոր մարդ չի հասկացել, թե ինչ է ասվում, եւ ինչ կա դեռ ընկնելու, բերան բացելու, դա եւս վկայում է, որ դուք հումոր չունեք, իսկ դուք գիտեք, որ հումոր չունենալը ուղիղ կապված է ինտելեկտի հետ, ինտելեկտն ու հումորը իրար հետ են, ինտելեկտուալ մարդիկ են հումորով, ամեն հիմարության վրա ընկնողը դա ինտելեկտ չունի, դրանից է որ այս բանը, այս մասսան, նայեք, սա եւս մեկ ապացույց, որ մենք գործ ունենք ուղղակի նախրիդի հետ, նախրիդ, բնազդով ապրող, աշխատող նախրիդի, իսկ հիմա ես վերջում, ուզում մեզ վերադարձնեմ մեր պարտականությունների գիրկը, որ չմոռանանք, լսենք մոտեն։ Էս ինչ արեցիք իմ հայացք, ինչպես է կարողանում հիմա հանգիստ քնել, երբ Արցախն այլևս չկա, ինչպես։ Չգիտեմ, սա կարող է էֆեկտ տա, ազդեցություն ունենա մենակ բացառապես պատասխանատվություն ունեցող մարդու վրա, պատասխանատվությունից զուրկ մարդիկ, որոնք ես համարում եմ սոցիալական իմաստով անպետք է վտանգավոր մարդիկ, պատասխանատվությունից զուրկ մարդը, մենք սոցիալապես պիտանի չեն դրանք ոչ բան, իրենց համար մի հատ պատասխան կա, ինչ կապ ունեն ես դրա հետ, կամ ինչ կարելի է ասել կա թե չկա, իրանք ունեն այդ պատասխան, եւ այդ պատասխան տվողներն էլ ընդունում են Արցախը անձնացին, իսկ մնացածը, ով պատասխանատվության զգացում ունի, այս դեմքով այս խոսքերից հետո էլ գլուխն չասում են, որտեղ ինքը այս հարցի պատասխանը չունի, իսկ ես այս հարցի պատասխանը իմ ձևով եմ տալի, մենք վերադառնալու ենք Արցախ, թող մեր թշնամին մտածի դրանից, այսօր համար այսքան,